Անավետիսյան, տնտեսությունը տրամաբանություն ունի, հիմա, օրինակ վերցնենք մարդը $10,000 համարժեք դրամ, 4 միլիոն դրամանոց մեքենա է ներկրում, վճարում է 30% հարկ, չէ, 10% մաքսատու, 20% ավելացած արժեքի հարկ, մի ուրիշը ներակրում $100,000 համարժեք 40 միլիոնոց, նորից 30%-ն է, պատկերացնում եք 10 անգամ ավել է վճարում, սա մեկ, երկրորդը, իհարկե շատ լավ կլինի, որ ապագայում առքու վաճառքից էլ 1 կամ 2% գնա պետական բյուջե, բայց շատ արդար լուծում է տրված մինչև այսօր, երբ որ ասում է գոտիականացումը, որպես գոտին է հաշվի առնեցում եւ քառակուսի մետրը, դրանով արժեք է ձևավորվում։ Իհարկե, դուք լսեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում 0.62%-ը վճարում է կեսից ավել հարկը, գույքը հարկը, շատ բավականին մեծ գումար է վճարում։ Կեսից ավել նկատի ունեմ խոշոր տները, որոնք որ բարձր արժեք ունեն, դրանք շատ, ասեք ես նախ հնչեցվող թիվը 0.62%-ը ասում էր 40%-ն է վճարել, կեսից ավելը չէ, բայց ինչևէ, հիմա տեսեք, այնուամենայնիվ, այո, բարձրարժեք գույք, որտեղ տեսեք, խնդիրը որտեղ է, ոչ թե մենք պետք է հատով հաշվենք գույքերը, այլ արժեքով, որտեղ գույքը հարկը հատի վրա չի դրվում, դրվում է դրա արժեքի վրա, եւ ինչքան բարձր է արժեքը այդ գույքի, այնքան ուրեմն շատ, դա բնական է եւ տրամաբանական։ Ամբողջ հարցը հետեւյալն է, մեքենա են ներկրում, վճարում են եւ այդ պրոգրեսիվությունը, այո, նորմալ է դա։ Նորմալ է, անորմալ է, երբ որ օրինակ բերում ես մի հարկային համակարգի փոփոխություն, այո, աղքատ երկրում, դու եւ ասում ես, որ բերը, անկախ նրանից դա 1000 դրամ է, թե 5000, սկզբունքն ենք խոսում, ասում ես բերը ավելի շատ պատիկներով ավելացնում եմ ցածրարժեք գույքի վրա, քան գերթանկարժեք գույքի վրա։ Սա է պետք ուղղել եւ էսա սանդղակը, եթե բացեք սանդղակը նայեք, ասենք օրինակ 10 միլիոնանոց գույք վերցրեք, 50 միլիոնանոց եւ 200 կամ 500 միլիոնանոց եւ տեսեք, թե բերի իմաստով ինչպիսի աճ է տեղի ունեցել։ Սա նորմալ չի։ Արձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան ջան, դուք պետք է մի բան բացարձակ պետք է նայեք, թե բացարձակ ինչ գումար է վճարվել այդտեղ։ Իհարկե գոտիականությունն նույնպես շատ կարևոր է, բայց ես կարծում եմ ապագայում լավ կլինի, մենք խնդրենք մեր ֆինանսների նախարարության ընկերներին, գործընկերներին, որ առքու վաճառքից 1 կամ 2% պատկերացնում եք նորից բյուջեն ինչքան բավականին շատ գումար կա, որտեղ առքու վաճառքի ժամանակ այդ գումարը չի երևալու 1%-ը։ Եթե 100 միլիոն դրամանոց բնակարան վաճառվի, 1 միլիոնը տալու են պետությանը, ինչի՞ չէ որ։ Ես կարծում եմ դուք արդեն երևի տեղյակ եք ֆինանսների նախարարությունը կբերի այդ նախագիծը, հերթական անգամ այո, հարկային բեռ կավելանա, բայց եթե նույնիսկ հերթական անգամ էլ այդ հարկային բեռը ավելանա, պարոն Սուքիասյան, կարելի է քննարկել, բայց նորից սկզբունքը չի փոխվում։ Այսինքն, սոցիալական այն պետությունը, իդեպ սահմանադրությունը քանի կա հələ այս մեր սահմանադրությունը այդտեղ գրած է այդ մասին, առաջի հոդվածում, որտեղ այո, պետք է արդար բաշխվի եկամուտները։ Արդար բաշխվի եւ վերաբաշխվի։ Իսկ արդարության թիվ 1 սկզբունքը, այդ ես չեմ հնարել, բարեբախտաբար, շատ վաղուց կա, շատից շատ հարաբերականորեն։ Խնդիրը նորից եմ ասում, բացարձակին չի, հարաբերականորեն շատից շատ պետք է վճարի հարուստ մարդը, քիչ եկամուտ ունեցող աշխատող աղքատը, որը աշխատում է, բայց աղքատ է, որը թոշակ է ստանում, աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, ինքը պետք է այո, քիչ ավելի մասանում անի, բայց պետք է օգտվի այո ճանապարհից էլ, մյուսից էլ, որտեվ սա է սկզբունքը, սա նոր բան չի էլի, կարծում եմ։ Սիսակ Գաբրելյան։